անվտանգությունը չուզել որևէ մի երկրի։ Անվտանգության խաթարումը դա ամեն ինչի խաթարում է։ Հայրենիքի կորուստից սկսած մինչև հայրենիքի այսպես արժանապատվության կորուստի։ Եվ երկրորդ հարցը տնտեսական վերելք, ինչպես ենք մենք պատկերացել։ Հիմա ծրագրային դրույթների մեջ հիմա չեմ ուզում մտնել, ավելի շատ հիմա մենք խոսում ենք անվտանգության մասին, մեր ինքնության մասին, եկեղեցում պաշտպանելու մասին եւ այն ինչ կատարվում է այսօր իսկապես մեր հայի էությունը պաշտպանելու պայքարը։ Սա այն է, ինչ երևի միավորում է, պետք է միավորի բոլոր հայերին, ում համար ոչ կարևոր խոսել հայերը, ընտանիքում ավանդական հարաբերություններ ունենալ, որպես հայկական ընտանիք եւ ապրել այս հոգով։ Հիմա սա է մեր հիմնական դրույթը եւ մենք ներկայանում ենք մի թիմով, որը ունի փորձ, որը ունի կամք եւ որը արդեն ապացուցել է ժամանակին, որ ի վիճակի է մշակել ծրագրեր, կատարել այդ ծրագրերը եւ պատասխանատու լինել ժողովրդի առջև։ Ամենից վտանգավոր բանը երկրի համար անպատասխանատու իշխանություն։ Ամենից վտանգավոր բան։ Արկածախնդիր իշխանությունը փորձանք է երկրի երբեմն։ Մի քանի խոսքով ուղղակի անդրադարձ ունենամ այս կարոզաշահի վերաբերող եւ կանոնների մասին։ Մեկ բան դուր չի գալիս այս ընտրությունների ոճը, ոնց որ ընտրություններ են ոչ թե քաղաքական թիմի մասին, այլ ընտրություններ են անձնի մասին։ Տպավորությունը այնպիսին է, ես ուղղակի կիսվեմ ձեր հետ, ոնց որ նախագահական ընտրություններ են, այլ ոչ թե խորհրդարանական։ Չէ, երևի բոլորի մոտ այդ տպավորությունը կա։ Իրականում սա խորհրդարանական ընտրություններ են, իրականում սա ընտրություններ են քաղաքական թիմի մասին, որը պատասխանատվություն է ստացնում կոլեկտիվ, ունենալով առաջնորդ, բայց կոլեկտիվ պատասխանատվություն է ստացնում երկրի ապագայի համար։ Եթե նայեք խոսույթը, նայեք այսպես ասենք, նայեք այլ քաղաքական ուժերը, ինչպես են վարվում այս ընտրությունների ժամանակ, ոնց որ նախագահական ընտրություն ազնվորված, անհատական, մեկ մարդու ընտրություն։ Կոնկրետ ԿՊ-ի ընտրությունները դա մեկ մարդու ընտրություն է, մեկ մարդը մի 100 ուսապարում։ Այդ պարությունը այսպեսին, ոնց որ ոչ ոք այլևս չկա։ Մենք հարբերությունը մեր անամեջ է, մենք փորձում ենք ամբողջ թիմը ներկայացնել։ Թիմի այսպես ասենք առաջատար հանրային ճանաչելիություն ունեցող դեպքերի եւ դրանով է նաեւ տարբերվում մեր մոտեցումը, սրանով է տարբերվում Հայաստան դաշինքը։ Մենք ուզում ենք մարդկանց ասել, որ վերջապես սա խորհրդարանական ընտրություններ են։ Բայց որտեղ են արմատները։ Արմատները նաեւ գալիս են մեր այս սահմանադրությունից եւ սուպեր վարչապետական համակարգից։ Ըստ էության անցել են խորհրդարանական համակարգի, բայց արվել է ամեն ինչ, որ էությունը ունա սենց սուպեր վարչապետական, սա նախագահ, վարչապետ, սենց համակցված, պաշտոնատար անձի բան ձևավորել։ Եվ սա լավ տեղ չի տանել։ Եվ մեր նպատակը նաև հետագայում, ալտերնատիվ պարագայում, իհարկե այս ամենը փոխել, բերել ճիշտ բալանսավորված իշխանական համակարգ։ Սուպեր վարչապետությունը չայրիկ է դարձել մեր երկրի։ Ուղղակի չայրիկ է դարձել։ Երևի այսքանով ամփոփեմ տեղական հարցերի վերաբերյալ։ Այն ինչ ասում են եւ այն ինչ նաեւ վերցրագրելում են, սա տարածքային զարգացումը, Հայաստանի Հանրապետության աշխատատեղերն են, առաջերտին ուշադրությունը, քանի անասնապահական ավանդույթները, անասնապահությանը, սա կապի մտերումն է։ Մտերումն այն գներով, որ ուղղակի գոնե ինչ-որ բան մնա նորմալ ընտանիքներու համար, որ մարդիկ շահագրգռված են։ Այսօր Հայաստանում գյուղատնտեսության վիճակը գնալով վատանում է։
8 տարի անընդ մեջ, բացի 1 տարվա մենք անկում ենք արձանագրում գյուղատնտեսության ոլորտով։ Իսկ անասնաքանակը անգամներով է ոնց որ։ 40%-ից ավել ինձ հուշում են նվազել է գլխականակը միայն այս շրջանում։ Մենք եղել ենք Աշոտսկում, նույնը ասում են այնտեղ, մոտարապես նույն։ Հիմա ուր են գնում։ Եթե մենք խոսում ենք սուվերենության մասին, եթե մենք խոսում ենք անկախության մասին, ապա պարենային անկախությունը ևս այդ անկախության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Եվ հետարքին մի բան է ստացվում, անընդհատ խոսում ենք ինքնիշխանության մասին, բայց քանդում ենք այդ ինքնիշխանության հիմքերը, քանդում ենք անվտանգային համակարգը, քանդում ենք սննդային անվտանգությունը, քանդում ենք գրեթե ամեն ինչ։ Եվ մենք այստեղ ենք ձեզ ասելու համար, որ մենք գալիս ենք այս ընթացքին ստոպ տալու համար և կառուցելու համար, և մենք կարող ենք դա անել, բայց սենց մրցելով չեն կարողանալու անել։ Ուրեմն, դպրոցները, այն ինչ կատարում է դպրոցների հետ ընդհանրապես կրթական համակարգի հետ խայտարակությունը։ Իմ ժամանակ ես իմ հիշելով մոտ 140-ից ավել դպրոց են կառուցել և ոչ մի դպրոց չենք փակել։ 15-15-ը փակում են։ Հիմա Հայաստանում մեկ մոտարապես հարաբերակցությունը երկու դպրոց եթե կառուցում են, ուրեմն 6-ը փակում են։ Մոտարապես այս հարաբերակցության մենք երբեք չենք կառուցել դպրոցներ, այլ դպրոցներ փակելու համար։ Եթե մենք ուզում ենք ունենալ գյուղեր, գյուղում պետք է լինի դպրոց։ Նույնիսկ գյուղում լինի 1 երեխա, 5 երեխա, գյուղը պետք է ունենա դպրոց։ Մեր մոտեցումը սա է։ Եվ իշխանության գալով անպայման այս ամեն ինչը շփվել է։ Ուրեմն, միասին, միասին, հունիսի 7-ին, մարտի 7-ին, հունիսի 7-ին, ապրեք, շնորհակալություն։ Հիմա մի քիչ ավելի անմիջական շփման ժամանակ տրամադրում